Բարև։ Ապագայում ինքնաթիռով ճամփորդությունները կարող են շատ ավելի կարճ տևել գերձայնային կոմերցիոն թռիչքներին վերադառնալու շնորհիվ։ Պատկերացրեք, դուք ինքնաթիռում եք, որը թռչում է ձայնից կրկնակի արագ։ Նախորդ դարի 70-ականների վերջից մինչև 2003 թվականը միակ ուղևորատար գերձայնային ինքնաթիռը Կոնկորդն էր, սակայն 21-րդ դարի սկզբին դրանից հրաժարվեցին անվտանգության խնդիրների, աղմուկի ու վառելիքի մեծ ծախսի պատճառով։ Boom Supersonic ընկերությունը նպատակ ունի կոմերցիոն ավիացիա վերադարձնել գերձայնային արագությունները, ինչի համար մշակել է XB-1 ինքնաթիռը, ու NASA-ն օրերս հրապարակել է լուսանկար, որում կոմերցիոն ավիացիայի պատմության մեջ առաջին անգամ ֆիքսվել է ինքնաթիռի կողմից ձայնային բարիերի հաղթահարումը։ Ինչպես կարելի է լուսանկարել ձայնը։ Աչքի համար այն տեսանելի չէ։ Այդ նպատակով գիտնականները օգտագործում են հատուկ լուսանկարչության մեթոդ, որը թույլ է տալիս վիզուալիզացնել օդի խտության ու ճնշման անտեսանելի փոփոխությունները։ Այդ փոփոխությունները ազդում են նկարահանվող օբյեկտից եկող լույսի վրա, որը բեկվում է, ինչն էլ ֆիքսում են զգայուն սարքերը։ Լուսանկարում հստակ երևում են ինքնաթիռից տարածվող հարվածային ալիքները։ Հենց դրանք են առաջացնում պայթյունի նմանվող բարձր ձայնը այն պահին, երբ օբյեկտը հատում է ձայնի արագությունը։ Նման պատկերները թույլ են տալիս ինժեներներին մշակել ավելի անաղմուկ ու խնայող գերձայնային ինքնաթիռներ, որոնք կարող են ցամաքի վրայով թռչել առանց աղմկոտ ու վտանգավոր ձայնային հարվածների։ Դա էլ նշանակում է, որ գերձայնային ուղևորատար ինքնաթիռների վերադարձը կարող է տեղի ունենալ ոչ հեռավոր ապագայում։ XB-1-ը միայն պրոտոտիպ է, ու եթե փորձարկումները հաջող անցնեն, արդեն 2030-ականներին մեզ սպասում են ձայնի արագությունից կրկնակի արագ թռիչքներ։ Օրինակ, Լոնդոնից Նյու Յորք հնարավոր կլինի հասնել ընդամենը 3.5 ժամում։ Այնպես որ հնարավոր է շատ շուտով մենք կրկին ճամփորդենք ձայնից արագ։ Ու այս լուսանկարը նոր ավիացիոն դարաշրջանի ուղղությամբ հերթական քայլերից մեկն է։ Հայտնագործությունների 22 տարի։ 2886 պտույտ երկրի շուրջը։ Հռչակավոր ինտեգրալ ուղեցրային աստղադիտակը ավարտում է իր առաքելությունն ու գնում թոշակի։ Եվրոպական տիեզերական գործակալությունը պաշտոնապես հայտարարել է, որ պատմության մեջ ամենահաջողված ռենտգենյան ու գամմա աստղադիտակներից մեկը ինտեգրալը դադարեցրել է աշխատանքը։ 2002 թվականին մեկնարկած նախագիծը աշխատելով պլանավորվածից 4 անգամ երկար, հազարավոր գիտական հայտնագործությունների գործիք է դարձել ու հիմա եկել է հրաժեշտ տալու ժամանակը։ Ինչով էր զբաղվում տիեզերական աստղադիտակը։ Ինտեգրալը մարդկության աչքերն էր բարձր էներգետիկ դիապազոնում։ Այն հետևում էր տիեզերքում տեղի ունեցող ամենաէքստրեմալ իրադարձություններին։ Այն դիտարկում էր աստղերի ծնունդն ու մահը։ Աստղադիտակը ֆիքսում էր գերնոր աստղերի հզորագույն առկայծումները, ուսումնասիրում աստղային աղետներից հետո ռադիոակտիվ էլեմենտների արտանետումները։ Ինտեգրալը ուսումնասիրում էր նաև գերհսկասև խոռոչները, հայտնաբերում էր այդ թաքնված տիեզերական հրեշներին ու հետազոտում դրանց փոխազդեցությունը շրջակա միջավայրի հետ։ Սարքի ուշադրության կենտրոնում էին նաև հզորագույն պայթյունները, տիեզերքում գամմա առկայծումները, որոնք միլիարդավոր անգամներ պայծառ են արեգակից։ Չնայած ինտեգրալը ավարտել է գիտական ծրագիրը, այն մնում է ուղեծրին։ Առաջիկա տարիներին սարքն աստիճանաբար իջնելու է, իսկ 2029 թվականին կմտնի երկրի մթնոլորտ ու ամբողջությամբ կայրվի։ Բայց ծերուկի գործը կշարունակեն ժամանակակից աստղադիտակները Չանդրան, Նուստար, Ֆերմին, ռուսական Spectre-Ergen եւ այլն։ Ինտեգրալն ավարտում է աշխատանքը, բայց իր արած հայտնագործությունները հավերժ փոխել են աշխարհի մասին մեր պատկերացումները։ Եթե եղել եք Դուբայում ու տեսել եք աշխարհի ամենաբարձր երկնաքերը Բուրջ Խալիֆան, ապա վստահաբար հիացել եք մարդու ճարտարապետական մտքի հանճարով։ Ինչպես կարող է բանականությունն այնքան հզոր լինել, որ իրեն է ենթարկեցնում անգամ գրավիտացիան, վեր խոյացնելով աներևակայելի բարդության ինժեներական կառույցներ, բայց Բուրջ Խալիֆան առավելագույնը չէ, ինչը կարող է անել մարդը։ Մենք ձգտում ենք ու ձգտելու ենք դեպի ավելի ու ավելի վեր։ Երկարատև դադարից հետո Սաուդյան Արաբիայում վերսկսվել է Ջեդդա Թաուրի շինարարությունը։ Այս երկնաքերը կառուցումից հետո կդառնա պատմության մեջ ամենաբարձրը։ Սա առաջին շենքն է, որի բարձրությունը հաղթահարելու է 1000 մետրի շեմը, ու եթե ամեն ինչ ընթանա պլանավորածի համաձայն, նոր աշտարակը 173 մետրով բարձր կլինի Բուրջ Խալիֆայից։ Ջեդդա Թաուրը իսկական ինժեներական հրաշք է։ Այն մշակել է Բուրջ Խալիֆայի ճարտարապետ Էդրիան Սմիթը։ Շենքը կունենա արմավենու տերևներ հիշեցնող ունիկալ եռակող կառուցվածք։ Այսպիսի կառուցվածքը ոչ միայն ֆուտուրիստիկ տեսք կհաղորդի շինությանը, այլև կօգնի նվազեցնել կոնստրուկցիայի վրա քամու ճնշումը։
Երկնաքերի ներսում լինելու են բնակելի տարածքներ, գրասենյակներ, Four Seasons հյուրանոցը ու պանորամային դիտահարթակ, իսկ 600 մետր բարձրության վրա տեղակայված կլինի 30 մետր տրամագծով կոնսոլային պատշգամբ, բացելով Կարմիր ծովի աներևակայելի տեսարան։ Նախագիծը չի սահմանափակվի միայն բարձրությամբ, տպավորիչ է լինելու նաև տեխնիկական համալրումը։ Jeddah Tower-ում տեղադրված կլինի 56 ուլտրա արագ վերելակ, որոնք բարձրանալու են 12 մետր վայրկյանում արագությամբ։ Նախագիծը մեկնարկել էր դեռ 2013 թվականին տարիների ընթացքում բախվելով մի շարք բարդ խնդիրների։ Դրանց թվում էին ֆինանսական ճգնաժամն ու ներդրումների պակասը, կոռուպցիոն սկանդալը, COVID-19 համավարակը, շինարարության վայրում գրունտի հետ կապված խնդիրները եւ այլն։ Սակայն 2025 թվականի հունվարին աշխատանքները վերջապես վերսկսվել են։ Այս պահին արդեն կառուցվել է 63 հարկ, իսկ շինության բարձրությունը գերազանցում է 250 մետրը։ Նախատեսվում է, որ այս տարվա օգոստոսին շենքը կունենա արդեն 100 հարկ։ 2026 թվականի հոկտեմբերին 106-րդ հարկում կտեղադրվի կլոր դիտահարթակ, իսկ ամբողջապես Jeddah Tower-ի շինարարությունը կավարտվի 2028 թվականին։ Կկարողանա արդյոք հսկան պահպանել աշխարհի ամենաբարձր շինության տիտղոսը։ Դա մեծ հարց է, որովհետև արդեն այսօր աշխարհի տարբեր երկրներում նախագծում են երկնաքերեր, որոնք կկարողանան մարտահրավեր նետել արաբական գեղեցկուհուն։ Գիտական անեկդոտ։ Ինժեները, ֆիզիկոսն ու մաթեմատիկոսը այրվող շենքի տանիքին են։ Ներքևում հրշեջներն են փրկարարական բատուտով։ Առաջինը թռնում է ֆիզիկոսը, նա հաշվարկում է հորիզոնական իմպուլսով մարմնի անկման հետագիծը, թափ է հավաքում, թռնում ու ծեփվում է ասֆալտին, բատուտից մի քանի մետր հեռավորության վրա։ Ինժեները նայում է, հաշվարկում է շեղման մեծությունը, ճշգրտում է հաշվի առնելով քամու ուղղությունն ու արագությունը, ինչպես նաև այն, որ ֆիզիկոսն իրենից մի փոքր ավելի ծանր էր։ Թափ է հավաքում, թռնում ու ընկնում է ճիշտ բատուտի վրա։ Դրանից հետո մաթեմատիկոսը երկար ինչ-որ բան է հաշվարկում, թափ է հավաքում ու թռնում է, ու գրողը տանի, էլի նշանը շփոթեցի գոռալով սլանում է երկինք։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։